2018 թվականից այս կողմ մենք նմանատիպ process-ների ականատես ենք լինում եւ անկեղծ ասած լուրջ չենք վերաբերվում, որովհետեւ մենք լուրջ վերաբերվում ենք միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնին։ Իսկ ձեր նշած երկու քաղաքացիները որևիցե ժողովրդական զանգված չեն ներկայացնում։ Նրանք քաղաքացիական պայմանագրի կուսակցության շնորհիվ քաղաքացիական պայմանագրի ղեկավարի շնորհիվ հայտնվել են ազգային ժողովում եւ այն մարդիկ, ովքեր որ իրենց ձայն են տվել դրա համար վստահ եմ հաջորդ անգամ ձայն չեն տալու եւ նման process-ին որևիցե ձևով չենք վերաբերվում, չենք քննարկում, մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում ենք, ասում ենք, որ Աղազարյանի եւ Ասլանյանի քաղաքական միությունը Էդմունին ծնեց որպես քաղաքական գործիչ եւ դրանով սահմանափակվում է մեր քննարկումը։ Ինչ նորություններ կան, Փաշին փոխարինել մեկ այլ տեխնացու, այլ կերպ կվերաբերվեիք։ Եթե Աղազարյանն ու Ասլանյանը առաջարկեն։ Չէ, եթե քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի մեկ տեխնացու եւ այլ քննարկումներ ոչ ունենում է, ոչ դրա մասին խոսում է, ոչ էլ մնացածի ներքին խժդժությունների, ներքին պայքարների, իրար զանգելու, հեռախոսին չպատասխանելու, զանգի սպասելու հարցերին չի անդրադառնում եւ չի քննարկվում։ Փաշինյան-Ալիև հանդիպումից ինչ նորություններ կարող եք ասել, հատկապես որ առաջընթաց կա թե չէ, հատկապես այն տեսանյութները տարածում գտավ եւ քննադատությունների տեղի տվեց, որտեղ Փաշինյանը սուրճի էր հրավիրում Ալիևին եւ այլն։ Ես առաջընթացից պետք է ասեմ, որ քննարկումները շարունակվում են եւ կա համաձայնություն քննարկումները շարունակել։ Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների ձևաչափով, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների ձևաչափով եւ դա լավ նորություն է եւ այն նորությունը չէ կոնկրետ նման բանի մասին ես տեղյակ չեմ եւ այո ենթադրում եմ եւ պետք է ասեմ որ նման գործընթացները ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի ժամի հետ կապված եւ հայկական կողմը եւ միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ինչ վերաբերում է քննադատություններին, ես չեմ ուզում շատ կտրուկ արտահայտվեմ, բայց կարծում եմ առիթ կլինի ես այդ քննադատություններին էլի շատ կտրուկ կառաջարկեմ։ Իսկ քանի որ Ադրբեջանը շարունակում է պնդել այդ նախապայմանները, դրանց շուրջ ինչպես են դրա հետ կապված Հայաստանը ինչ դիրքորոշումը պարզ է, խոսակցությունը փակուղային չի կարող լինել, առնվազն այդ այսպես ասած առաջարկներին Հայաստան ունի մի քանի տարբեր լուծումների առաջարկներ, որոնք որ ադրբեջանական կողմին ներկայացվել է եւ այդ քննարկումը տեղի են ունենում, ել չեմ ասում, որ դրանք մեր ընկալմամբ որևիցե ձևով չեն կարող եւ չպետք է խոչընդոտել խաղաղության պայմանագրի կնքմանը, որովհետեւ այն մտավախությունները, որոնք որ հնչեցնում է Ադրբեջանը, իրականության մեջ, իրավական դաշտի մեջ գոյություն չունեն։ Կրկնում եմ, գոյություն չունի իրավական դաշտում, հայկական իրավական դաշտում նման խնդիր, որը որ այսօր հնչեցնում է Ադրբեջանը, բայց քննարկումները շարունակվելու են, մենք այդ ուղղությամբ ենք շարունակում։ Թուրքիայի նախագահի նկատի ունեք, որ գոյություն չունի, իսկ դրա շուրջ ինչ-որ քննարկում կա, թե արդեն ինչ-որ կա դուք իսկ պարոն Սիմոնյան, վերջին հարցն է։ Երկու հարց ունեմ։ Ընդդիմադիրները ասում են, որ ռազմաբազայի, ես այդ հարցը դες նաև ասուլիսին տվեցի, որ այդ երրորդ ուժերի մասին այդպիսի քննարկում Հայաստանի եւ կարող է Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի Հայաստանի Հանրապետության տարածքից հանելու հարց։ Բայց պարոն Սիմոնյան, այս կետը երրորդ ուժերի ներկայության մասին կարող է ինչ որ X փուլում օրինակ Ադրբեջանը մեկնաբանել նաև եւ ներկայացնել որպես պահանջ ռուսական ռազմաբազան հանելու։ Նախ խոսքը գնում է սահմանների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության մասին։ Հիմա հայ-թուրքական։ Ինչ։ Չէ, դա աբսուրդ է։ Որովհետեւ այդպես դիրքորոշում մեկնաբանել դա աբսուրդ է։ Նման բան չի քննարկվում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկվել ու տենց բան չկա, մի խոսքով, չգիտեմ, ով է տենց խելացի բաներ ասում։